Ահա և վերջապես մեկնարկեց այն սերիալը, որին այսքան սպասում էր հայ հեռուստադիտողը։ Սկսվեց ոչ թե մեկ սերիայով, այլ միանգամից երկուսով՝ ուժեղ, հուզիչ ու պայթյունավտանգ։ Գոյամարտ անվանում, որն արդեն իսկ հուշում է, սա պատմություն է կյանքի մասին։ Կյանքի, որը պետք է ապրել, բայց միայն եթե դու պատրաստ ես կռվել դրա համար։ Արդեն առաջին սերիան մեզ նետեց մի պատմական և հուզական հորձանուտի մեջ։ Սյուժեն սկսվում է մի դաժան ճշմարտությամբ, մի ողբերգությամբ, որը դառնում է ամբողջ պատմության ողնաշարը, բայց ինչպես իրական կյանքում, առանց ցավոտ հիմքի հնարավոր չէ կառուցել ամուր ապագա։ Ու Դիանա Գրիգորյանի հեղինակած այս պատմությունն էլ հենց այդ ցավոտ ճշմարտությունից է սկիզբ առնում։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի մարմնավորած կերպարը Հունանը դեռ 20 տարի առաջ սպանում է Ռաֆոյին։ Դա հարված է, որ բաժանում է երկու ընտանիքներ, փոխում ճակատագրեր ու սկիզբ դնում մի կործանարար շղթայի։ Ռաֆոյի հարազատ եղբայրը, մեղադրվելով եղբոր մահվան մեջ, դուրս է մնում սեփական տանից, մնում է առանց հայրական պաշտպանության, քանի որ հայրը նրան է մեղադրում, որ եթե չլիներ նա, ապա եղբայրը հիմա ողջ կլիներ։ Իսկ իրականում Ռաֆոյին սպանում է Հունանը ու հենց Ռաֆոյի հարազատ եղբոր ներկայությամբ։ Ճակատագրի հեգնանքով այդ նույն եղբայրը հետագայում ամուսնանում է Հունանի քրոջ Էռնայի հետ։ Այո, հենց այն մարդասպան Հունանին։ Այդ ամուսնությունը սիրո, տառապանքի և ներքին պատերազմի մի խառնուրդ է։ Իսկ ճակատագիրը կրկին չի հանգստանում, Ռաֆոյի դուստրը սիրահարվում է Հունանի որդուն։ Ահա թե ինչպես տարիների ընթացքում արյունով ջնջված ընտանիքները կրկին կապվում են իրար, առանց իմանալու միմյանց սև գաղտնիքները։ Բայց ճշմարտությունը մթությունից միշտ դուրս է գալիս, և երբ դուրս գա, ամեն բան պայթելու է։ Սերիալը մեզ տանում է 2005 թվական, այնտեղ, որտեղ սկսվում է Ռաֆոյի ողբերգությունը։ Իսկ սյուժեի ներկա ժամանակը մեր օրերն են՝ նոր սերունդ, նոր սիրահարներ, բայց հին մեղքեր։ Ի դեպ, Ռաֆոն ունի 3 երեխա Երևանում, ևս մեկ Մոսկվայում, ով դեռ չի ճանաչում իր հարազատներին։ Նա մեծացել է լքվածի զգացումով, հավատալով, թե հայրը լքել է իրեն, բայց իրականությունը շատ ավելի դաժան է, նրա ծնողները պարզապես մահացել են։ Այդ ճշմարտությունը, այդ բացը դեռ պետք է լրացվի, և երբ բոլոր թաքնված կապերը բացահայտվեն, մարդիկ ստիպված են լինելու կանգնել միմյանց դեմ, սիրել ու նզովել միաժամանակ։ Գոյամարտը խոստանում է լինել սերիալ, որտեղ չկա սև ու սպիտակ, այլ կան մարդիկ, բարդ, ցավոտ անցյալով ու հույզերով լի։ Լարված սյուժե, շոկային շրջադարձեր, խորը մարդկային դրամա։ Սա պատմություն է, որտեղ ոչ ոք ապահովագրված չէ ճշմարտությունից։ Բաց չթողնեք նոր սերիաները, սա սերիալ չէ պարզապես դիտելու համար, սա սերիալ է զգալու համար, սա Գոյամարտն է։ Հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն, արդյոք ձեզ դուր եկան առաջին 2 սերիաները։